Մամ քեզ եմ հարցնում, ինչա։ Որոշել էի դեղերի մեջ մաքրություն անել, անպետք դեղերը թափել։ Մամ, որերորդ անգամ նա դու փորձում ես ինձ նույն ձև խաբել։ Դու մոռանում ես, որ քո առաջ այն դպրոցական երեխեն չի ու խաբել ինձ այդքան հեշտ չի։ Ասածդ ինչ է, ինչ ես ուզում։ Ասածս այն է, որ դու շատ վատ ես ու քո հիվանդությունը ընդհանրապես չի մարել։ Թող է շունչ քաշեմ, Աստված սիրես, թող, հա։ Շունչ քաշես, թե պարկես, որ չտենամ ոնց ես ցավերից տանջվում։ Հա, հիմա ես պարկել եմ ուզում, պարկել, թող պարկեմ։ Պարկի, ես էլ շտաբօգնություն կզանգեմ։ Ոչ մի դեպքում։ Զանգում եմ։ Սոս, մայրդ եմ, չէ լսի ինձ։ Դու կարաս հաշվես, որ ես անդաստիրակ եմ շատ ու չեմ լսում քեզ։ Խնդրում եմ, աղաչում եմ, թող հիմա պարկեմ, մի քիչ շունչ քաշեմ, հանգստանամ։ Հենց գամ, որ վատ եմ զգում, ես ինքս քեզ կխնդրեմ շտապօգնություն կանչել։ Թեպետ չեմ կարծում, որ իրանք կկարողանան արդեն ինձ օգնել։ Աստինն է, Այո, ես կով այնց հետ խոսում։ Դուք ինչ չեք ճանաչի։ Okay, եթե չեմ ճանաչի, ինչու եք զանգել ու այս ժամին ինձ անհանգստացնում։ Ես մի քանի հարցում եմ ձեզ։ Հետաքրքիր է, իսկ ինչու պիտի ես պատասխանեմ ձեր հարցերին։ Որովհետև ինձ պետք է, որ դուք պատասխանեք։ Ու ձեր պատասխաններից է կախված իմ կյանքը։ Ինչ։ Ինձ թվում է, որ դուք սխալ եք զանգել։ Գագասին ճանաչում եք։ Ում։ Այսինքն ձեր կյանքում Գագաս չի եղել։ Լսիր երիտասարդ, ինձ թվում է, որ դու սխալ։ Իսկ ով է եղել Լևը ձեր կյանքում։ Ձեր լռությունը թույլ է տալիս մտածել, որ Լևանով մարդ իրոք եղել է ձեր կյանքում, որ ճանաչել եք իրան։ Ասենք թե եղել է, բայց ով ես դու, որ ինձ նման հարցեր ես տալիս։ Ով եմ ես։ Այո, ով ես դու։ Ոչ մեկ։ Կամ էլ մեկը, ում դուք չեք ճանաչում, ում անունը ձեզ ոչինչ չի ասի։ Որ չեմ հասկանում։ Այս ինչ է կատարվում։ Неужели ճիշտ է այս ամեն ինչ։ Ես արդեն զզվել եմ այս խաղերից։ Բոլորը խրված են ինչ-որ կեղտոտ խաղերի մեջ ու քեզ էլ ստիպում են, որ դու մտնես այդ խաղերի մեջ։ Վլադ, հասկացանք, դանդաղ վարի, խնդրում եմ։ Չէ, ես միշտ պատրաստ եմ ընդառաջել, ես միշտ ներողի դերում եմ։ Վերջում ինչ է ստացվում։ Վերջում ստացվում է, որ սաղ կարան նստեն գլխիս, որ ես եմ մեղավոր։ Վլադ, շատ արագ ես գնում։ Խնդրում եմ, մի հատ հանգստացի։ Ես հորս հետ հաշտվելու ուղիներ եմ ման գալիս, իսկ ինքը այդ ընթացքում ինչ է անում։ Իրա տունը կանչում հիվանդ տղուն։ Իսկ էնի ոչ ավել ոչ պակաս գալիս է Կարմենի հետ, որը իրանից կրկնակի հիվանդ է։ Ու սկսում են կայֆ բռնել վրես։ Մի հատ կարաս բացատրես, սա ուրիշ ինչ կա նշանակում։ Լավ, հիմա ինչի ես այսքան բղավում։ Ինչ ես փոխելու։ Երեխուներ ստեղ ես վախացնում։ Հերս ոնց որ իմինադու անի։ Հերիք չի դրան կանչելա, որ մեր տանը ապրի։ Մի հատ էլ բիզնեսները իր անունով է գրում։ Դե հիմա պապային մի մեղադրի, իրա տղեն է։ Ուզում եմ մի բան արած լինի իրա համար։ Ինչ անի այդ մարդը։ Թողանի։ Դե ուրեմն թողանի։ Ինչ ուզում է թողանի։ Ուրեմն դու էլ հանգիստ նայի դրան։ Հեշտ ես խորհուրդ տալի, գիտես։ Կողքից ով հասնում է ինձ խորհուրդ է տալիս։ Հա, ես իհարկե այնքան խելք չունեմ, որ պետք է բոլորը ինձ խորհուրդ տան։ Վլադ, հիմա ընկել ես հիստերիայի մեջ ու մոռանում ես, որ դրսում ցուրտ է, դյուն է, ճանապարհները սառած։ Վերջապես մեքենայի մեջ երեխա կա։ Ձերս որ հնար լիներ, այն Կարմենին կսպանեի ուղղակի։ Արա դրան որտեղ եմ ուզում խեղտեմ։ Այդ այլ իրանք հասան իրանց ուզածին։ Քեզ լրիվ անկառավարելի դարձրին։ Հերս չպետք է իմ հետ սենց վարվեր։ Չպետք է իմ հետ սենց վարվեր։ Լսի, թող պապատ որոշի, մի խանգարի իրան։ Հիմա ինչ, խորեն ես իրա գլխին խաղալու։ Լսի, դրա ունը չտաս։ Չեմ տա։
կարամ ընդհանրապես լռեմ։ Մենակ թե խնդրում եմ դանդաղ վարի։ Հերս էլ իր գլխի գալիքը չգիտի։ Չգիտի ինքը խորեն է ինչերը սարքելու գլխին։ Այդտենց գլուխը դնում է զոհասեղանին, որ խորեն է իր ունեցածը, քանդի։ Դե դու արեցիր ամեն ինչ որ պետք էր պապային ասեցիր։ Էլ մի խառնվի, վերջ, մնացածը թող ինքը որոշի։ Մի խառնվի։ Հայ իհարկե չեմ խառնվի, կողքից գիտես ինչքան է շտատվում, շատ։ Բայց ես ներսից ինձ ուտում եմ, հասկանում ես։ Ներսից ինքս ինձ ուտում։ Վլադ։ Մենք նորմալ ենք։ Всё։ Ես չուզեցի կրակի վրա յուղ լցնել ու Վլադի ներկայությամբ քո տեղը ցույց տալ։ Դու հանգիստ եղի, ես իմ տեղը շատ լավ գիտեմ։ Ես քեզ խնդրեցի, որ գաս այս տանը ապրես, բայց չասեցի, որ այդ խելագարին հետդ բերես, որը այդքան գլխացավանք է բերել մեր գլխին։ Բայց ինչ պրոբլեմա, եթե սա իմ տունն է, ես կարող եմ այստեղ բերել նրան, ում կուզեմ։ Ում ուզես, բայց ոչ Կարմենին։ Ու ես համոզված եմ, դու դա դիտավորյալ ես արել։ Ես քեզ չեմ հասկանում։ Դու ինչա տավ հասկանում ես։ Դու նրան բերեցիր դիտավորյալ, որ ես կատաղ եմ, հունից դուրս գամ։ Ու դա ձեզ մոտ ստացվեց։ Լավ ծիծաղեցիք ինձ վրա։ Վլադին ու Ադանեին էլ հունից հանեցիք։ Դու ինձ ստիպում ես փոշմանել գալուս համար։ Դու եկել ես ոչ թե այս տանը ապրելու, այլ ինձ հունից հանելու, ինձ վրա ծիծաղելու։ Իսկ ես ուզում էի քեզ հետ նորմալ հարաբերություններ ստեղծել։ Տղետ կուրախանար, որ տեսներ ոնց ես հետս խոսում։ Ես Վլադի մոտ ինձ զսպում էի, որ հունից դուրս չգամ, բայց իր ամեն մի ասածը ճիշտ էր։ Ծափահարություններ ինձ։ Ամոթ քեզ։ Ես չէի պատկերացնում, որ դու այդ կարգի վատն ես։ Դավաճան։ Լսի, դու ինձ անուն չկպցնես, լավ։ Քանի կար աչքով աչք տեսնել չէիր կարող այդ սևանցուն։ Իսկ հիմա ընկերուհիներ եք դարձել, չէ, ավելի ճիշտ մայր եւ աղջիկ։ Թույլ տվեք փշակաղվել։ Լավ եմ, հա, անում։ Ես ժամանակի հետ քայլող անձնավորություն եմ։ Ժամանակի։ Իսկ կարող է շահի։ Թեկուզ։ Իսկ դու որ չգիտես կյանքից ինչ ես ուզում։ Մի օր ապրում ես մահվան բերանին կանգնած, մյուս օրը կյանքի առջև ծնկի իջած։ Չփիլիսոփա ես, հա։ Մնացել էր դու փիլիսոփա էիր։ Լսի, դու որ երես ունենայիր, այս տուն ոտք չէիր դնի։ Այսինքն ինչ երես, մի քիչ խելք էր պետք։ Ու գիտես ինչի։ Ինչի։ Որովհետև քեզ օգտագործում են։ Խորենը քեզ օգտագործում է իր շահ իրեն։ Լսի, դու մի խոսա, հա գոնե, դու անցել ես իմ թշնամիների կողմը ու քեզ թվում է, որ ես պիտի հավատամ քեզ, հա։ Այդ այնց, դու մի լսի մարդկանց, մի լսի, մի տես ինչ են ասում, ու վերջում կտեսնենք ուր ես հայտնվել։ Երեխուս վերցրեցին փախան, գիտեմ փախնելով է։ Կարմեն, դու իսկապես միտք ունես այս տանը ապրելու։ Ես ոնց է եղել, որ ես սենց տոնորով իշել ես ինձ։ Ես իմ ընկերներին երբեք չեմ մոռանում, Վալեր Սերգեյիչ։ Նստի ընկերներին, հա, նստի։ Այ ճիշտ ես, դու ինձ միշտ այդպես ուղի, որովհետև մենք ոչ միայն հին ընկերներ ենք, այլ նաև խնամիներ։ Որից դու իհարկե շատ դժգոհ ես։ Այ Վալեր Սերգեյիչ, ես ոչ եմ եկել իմ գոհունակությունը կամ դժգոհությունը հայտնելու քեզ։ Իսկ երրորդ տարբերակը ո՞րն է, Ալեքսե Դրագիչ։ Ես միշտ իմացել եմ, որ քո հոգին շատ խորն է, Վալեր Սերգեյիչ, որ դու շատ ինֆորմացված մարդ ես։ Դու էլ պակաս ինֆորմացված չես։ Դու ինտելիգենտ, արիստոկրատ, կրթված, կոկիկ հագու կապով։ Ինչ գործ կարող ես ունենալ էլ կռեհիկ, անգրագետ, փնթի գագասի հետ։ Ճիշտ ես, կյանքն է այդպեսին։ Ես միշտ շրջապատված եմ եղել
այդ տեսակ մարդկանցով։ Ու գիտես ինչի։ Որովհետև շատ պարզ ու հասարակ մարդ եմ։ Վայ, արի պարզությունդ կասկածի տակ առնելով, ես քեզ մի հարց տամ, հա, Վալերի Սերգեյիչ։ Ինչ ես ասել Գագասի տղուն։ Դե, էլ դերի մեջ չմտնես, ու չզևաստես, թե իբր թե չես ճանաչում Գագասի տղուն կամ էլ չես հասկանում, թե ես քեզ ինչ հարց եմ տալիս։ Դե, ատոմը լավ տղա է, բայց շատ թափթփված է։ Այդ ինֆորմացիան, որ տալիս էիր, չէիր մտածում, որ բերանա աչուզախ շախ կարատա։ Հալի կարճ։ Ու գիտես, ես սիրում եմ կարճ ու բովանդակալից։ Ես կարող եմ կարճ ու բովանդակալից դնեմ հարցը։ Ասա, ես չեմ վախենում։ Ոնց կարա Գագասի տղեն Լևի տղեն լինի։ Կարաս բացատրություն տաս ասածիդ։ Չէ։ Տեսար, որ չափից դուրս բովանդակալից ու կարճ եղավ հարցս։ Ես ասել եմ են, ինչ որ իմացել եմ։ Բայց քո իմացածը շատ վտանգավոր է։ Ես դրա համար պատասխանատու չեմ։ Ինֆորմացիան քեզանից է դուրս եկել Վալերի Սերգեյիչ։ Ով է պատասխանատու, եթե ոչ դու։ Ինձ դրա մասին Գագասն է ասել։ Իսկ Գագասը չի ասել ոնց է Լևի տղան հայտնվել իր մոտ, կամ էլ այդ ոնց է եղել, որ Լևը էլի մի տղա ուներ ու չէր իմանում այդ մասին։ Չէ, չի ասել։ Գիտես ինչի, որովհետև ես չեմ հետաքրքրվել։ Վայ Վալերի Սերգեյիչ։ Ու դու այտենց խաղակարտը ձերից այդ բաց թողնեիր, հա, դու, չէ Վալերի Սերգեյիչ, կներես չհավատացի։ Ուզում ես հավատա, ուզում ես չէ, ես ջանք չեմ տապում, որ դու հավատաս։ Առաջին ջոգում ես խիակ ինձ անտատ պալատից պալատ տեղափոխում։ Վիրահատություն անեցին, բերեցին ստեն, ես կապ չունեմ դրա հետ, չեմ հասկանում։ Ինչ են ասում, հիմա լավ եմ։ Լավ կլնես, համել հերիքա խոսաս, հերիքա շարժվես, խնայի քեզ։ Դրսում ինչ կա, ինչ նորություններ կան։ Բան չկա, ավելի շուտ կա, որի մասին կարծում եմ դու պետք է իմանաս։ Ասա։ Բայց պետք է հանգիստ ընդունես ասածս։ Ճիշտ է, ես չէի ուզենա ասել, հաշվի առնելով քո վիճակը, բայց դու պետք է տեղյակ լինես։ Լավ, ջոգում եմ այն գյադու մասին ես ասում։ Հա, եկել էր ուզում էր մտներ մոտդ, ես է չթողեցի։ Չեմ ջոգում, ինչ է ուզում էր այդ լակոտն ինձնից, ինչի մասին էր ուզում խոսել։ Չգիտեմ, բայց որ գալին գնում է ոտրից տակ ու իր մահն է փորձում գտնել, ես դա հաստատ գիտեմ։ Չանես, Ժանոբան չանես մինչև տենանք քո Աստինեի տղենա, թե չէ։ Ինքը չի կարող իմ ու Աստինեի տղան լինել։ Ինչ գիտես է։ Հենց այդպես չի կարող, որովհետև ես չեմ ուզում։ Եկել էր, վստահ ասում էր, որ քո տղեն պարոն աչքիս ինքը ինչ-որ մի բան պարզել է։ Ես թքած ունեմ, թե ինքը ինչ է պարզել։ Իրա պարզած ինձ համար ոչ մի բան է, վախ Աստված իմ ծոցում։ Լև։ Լսի Ժանո, ինձ պետք է, որ դու պարզես։ Պարզես, թե ով է այդ լակոտը։ Բա որ պարզվես տղետա, ինչ անեմ։ Հետո արդեն, հետո կմտածենք ինչ ենք անում, բայց
Մեկը միշտ հիշի։ Ես մի տղա ունեմ։ Այդ տղան դու ես։ Ես զգացիր, որ դեմ են տվել պատին, որոշեցիր գնալ, հա, Վալերի Սերգեյիչ։ Դե գիտես, ես տուն ունեմ, տեղ ունեմ, ընտանիք։ Հա, շուտով թորել կունենամ։ Այսինքն կունենանք։ Ուրեմն ես տուն գնալու շատ պատճառներ ունեմ։ Դա լավ է։ Յա, հալիկ, չգիտեիր, որ թորենք ունենալու։ Ասի, բայց դու ինչ չասացիր, ոնց հա։ Լևի տղեն հայտնվել Գագասի մոտ։ Որովհետև դրա մասին ես էլ չգիտեի։ Գագաս ինձ ոչ մի բան չի ասել։ Բայց ես քեզ ոնց հավատամ, Վալերի Սերգեյիչ։ Ես չեմ կարող քեզ հավատամ։ Հիմա ով ում հավատում որ։ Չէ, մի ասա։ Մարդկանց մեջ դեռ հավատ մնացել է։ Հա, ճիշտ է։ Մնացել է, որ քո նմանների հետևից են գնում։ Այս մարդիկ հուսախաբ չեն լինում, էլի որ քո նմանների հետևից հիմա էլի գնում են։ Որովհետև մարդիկ հասկանում են, որ ես կարող եմ ճիշտ ու մաքուր առաջնորդ լինել իրենց համար։ Էս է։ Բա։ Յա։ Վանձիցել, բարև։ Ես ոչ բարև, ոչ բարլուս, ոչ հաջողություն։ Վաղուց չենք տեսնվել։ Ավելի լավ։ Դասը ազատության մեջ ելնեիր, որ տեսնվեին։ Ինչ շարած ախպեր, երկիրը երկիր չի։ Մեղավորները ազատություն են վայելում, անմեղներները բանտում մեղավորների մեղքերն են մաքրում։ Ամեն ինչ կփոխվի, Մոնթե։ Ասում են հույս կա, որ երկրի վիճակը կլավանա։ Դե շուտով Ալիկի նման առաջնորդները կգան ու երկիրը կհանեն անարդարության ու խավարի ճիրանների միջից։ Դու հույսով սպասի, Վալերի Սերգեյիչ։ Այտենց էլ լինելու է։ Ես ոչ միայն հույսով կսպասեմ, այլև մեծ սպասումով կսպասեմ այդ օրվան։ Իսկ մենք դեռ կհանդիպենք Վազիցիլ։ Մենք դեռ շատ բան ունենք քննարկելու։ Չեմ կարծում։ Դու չգիտես։ Ալիկ, դու մեզ ուշացնում ես։ Ցավում եմ, որ չկարողացա քեզ օգնել, բայց ինչ արած։ Իմ կարծիքով բացի Գագասից ոչ ոք չէր կարող քեզ օգնել, բայց ինքն մեռել է։ Հա, ճիշտ էր ասում Վլադը, ես Կարմենին վերցրի եկա, որ կայֆ բռնեմ, ու բռնեցի, հիմա կարամ գնամ։ Պետք չի, որ դու գնաս, դու Կարմենին ստեղից դուրս ուղարկի, իսկ դու մնա ապրի ստեղ։ Բացառվում է ես այս տանը ապրեմ, թե մտածում ես ես այդքան հեշտ կմոռանամ ու գնամ։ Ներելը մեծ մարդկանց է բնորոշ։ Մեծ մարդը Վլադն էր, որ թքեց ու հեռացավ, չմտածելով փողերի ու բիզնեսների մասին։ Իսկ ես թքած ունեմ այդ փողերի վրա էլ բիզնեսի վրա։ Ես քեզ կտամ են ինչ որ քեզ է հասնում։ Դու հետո ինչ ուզում ես արա, ուզում ես թքած ունեցի։ Ինձ քեզնից բան պետք չի։ Ես չեմ հարցնում քեզ պետք է թե պետք չի։ Կգրեմ քո անունով, որ ինձ հանգիստ ստամ։ Ուզում ես փողով մեղքերդ լվանալ։ Պետք չի։ Չի կապնի։ Ինձ ոչ մի բան պետք չի, ոչ էլ պետք է իմ անունով ինչ-որ բան գրել։ Իմ անունով այսքան ժամանակ իմ ծնողների թողած փաստաթղթերն էին գրված, որոնք ես վաճառեցի ու եկա Հայաստան։ Գալիս ես, թե մնում ես։ Ինչի դու գնում ես։ Բա ինչ եմ անում։ Կարող ես թվացել էր ես պիտի մնամ ես գժանոցում, որտեղ մենակ փողի կռիվ են տալի։ Լավ։ Քանդեք։ Լսի այդ տղա, ես արել եմ, որ դուք այլ քանդեիր, հա։ Այ։ Տես, բա որ ասեմ երեխու հետ ամեն ինչ մոռանում ես։ Քիչ հետ եմ գալիս։ Արի հագնեք, ցուրտ է, բարի։ Ջոն, համենայն դեպս պետք չէ այդ կարգի հունից դուրս գալ։ Լավ։ Ես այդ ավտոմաշկոս առաջ։
հանգիստ։ Դու պատկերացնում ես, որ հանկարծ չհասցնեի կանգնեցնել մեքենան։ Ինչ կարող լիներ։ Դե հասկանում եմ, ջան, հասկանում եմ, պատկերացնում եմ։ Դրա համար էլ ասում եմ, որ պետք չի ոչ մի դեպքում անկախ ամեն ինչից այդ կարգի հունից դուրս գալ։ Լավ, դա ինչ ծնունդ է այդ կողմենա։ Ալիկի աղջիկն է, ինչ է, մարդասպանի աղջիկ է, ինչ ես ուզում իրանից ավել։ Ջան, երախոսն է, արի գնանք տեսնենք ով է սա, մար, Պապա տահել է։ Պապինա զանգ։ Չեմ ուզում։ Լավ էլի, դե ամոթ է, ինչքան կարես մարդը զանգի վերցրու։ Թող զանգի։ Դե լավ չգիտեմ, չես ուզում։ Լավ, տուր։ Ինչ օրեցի։ Ինչ ես արել դու ստեղ։ Ինչ ես արել։ Հալո։ Հապա։ Դու իրավացի էիր, Վլադ։ Խորենը եկել էր, որ վրաս ծիծաղի։ Ծիծաղեց, Կարմենին վերցրեց ու գնաց։ Լսում ես ինձ, Վլադ։ Հա, լսեցի։ Կարող եմ քեզ տեսնել։ Հա, կգամ։ Ես չեմ կարող ասես, նստեմ ու սպասեմ ոնց ես ձեռքիցս գնում։ Ես լավ եմ բալես։ Հա, երևում է շատ լավ ես, լեզուդ բերանումը չի պտտվում։ Ման չես կարա դու ինձ խաբես։ Արի մոտս։ Արի կողքս նստիր։ Բարև ձեզ, կանչ կգրանցեք։ Զգում եմ, որ գնում եմ։ Զգում եմ, որ գնում եմ։ Լավ, մերսի։ Հա, դուք ասեք, ես քիչնեմ կդիմավորեմ։ Ավելի լավ աշտապ օգնությանն չսպասեմ։ Ալո։ Կարամ մի բան խնդրեմ։ Ասա ինչա պետք։ Մերես վատը, կարաս կաս։ Եթե հարց էր, գալիս եմ շտապ օգնություն կանչել ես դու։ Հա։ Պետք է այդպես բժիշկ բերեմ։ Խնդրում եմ, ինչքան կարաս շուտ արի, ես չգիտեմ ինչ անեմ, շփոթվել եմ, մենակ շուտ արի։ Տղաս իմ կարիքն ունի։ Արագ քշի։ Ինչի ես զանգում։ Ուր ես։ Ինչ ա եղել։ Անի ես պիտի տենամ քեզ։ Ինչի համար ատոմ։ Որ տենամ կասեմ, կիմանաս։ Ինչ պետք էր ես քեզ ասացի։ Իմ երեխան քեզ պետք չի։ Հիմա ինչ ես զանգել։ Մերանիցդ լավ թրսրիր։ Իմ երեխան, այսինքն ոչ թե իմ, այլ քոնը։ Եթե դու իրան չես ընդունում, ինքը քոնը չի կարա լինի։ Դեռ կհասցնենք իմանանք ումն է այդ երեխան։ Դու տեղը տասա։ Ես Արամիկեն ծամառանոցում եմ։ Մենք փորձում ենք մեր կյանքը դասավորենք։ Քանի կար ինձ էր սիրում, հիմա փորձում ես այդ Արամիկա ինչա դրա այդ կյանքը դասավորես, հա։ Դու ստիպեցիր ատոմ։ Կարմենսիտա ձայնը չբարձացնես։ Իսկ ինչ անեմ, մամա։ Երբ որ ինձ հանեցիք դուրս շպրտեցիք, երեխուցս էլ ազատվեցիք, չեմ հասկանում, երեխուս էլ եք շպրտել, հա։ Հիմար մենք քո երեխուն չենք շպրտել։ Իսկ ուր է իմ երեխան, մամա։ Իր հոր մոտ։ Հոր։ Մեկ էլ նրա ադանեի։ Ով քեզնից լավ հոգ կտան երեխու մասին, ես վստահ եմ։ Բայց ինչ դաժան եք։ Մենք, թե դու։ Կարմեն, մենք քանի անգամ քեզ հնարավորություն տվեցինք ուղղվելու։ Նույնիսկ գողությունից հետո մենք քեզ տուն բերեցինք, իսկ դու ինչ արեցիր։ Նախ ես ծուր չէի, որ ուղղվեմ, մամա։ Հետո ինչ եմ արել։ Ծուր ես, ծուր, Կարմեն ջան։ Էդ ինձ ես հարցնում, հա, ինչ ես արել։
Իհարկե ոչ մի բան, իհարկե դու ծուռ չես, դու ինչ կարող էիր անել, դու ոնց կարող էիր վատ բան անել, շատ կարող էիր երեխուն թողնել, շպրտել, մենակ ու գնալ, ես իմ ուր։ Լսի մամա, ձեր սիրտը չի կարա ավելի շատ ցավա, քան իմը, իմ երեխու համար։ Աղջի, երեխեդ հեռու իրանից կարող էր ինվալիդ մնալ, կամ էլ չեմ ասում։ Վայ, թու, չմնաց, չէ՞ բայց։ Որովհետև վերևն Աստված կա, մեզ խղճաց, խնայեց, իսկ դու գիտես, միջև հիվանդանոց հասնելը մենք ինչ ապրումների մեջ ենք, միջև բժիշկը դուրս եկավ ասեց, որ ամեն ինչ կարգին է, մենք գիտես ինչ ստրես ենք տարել, տեղյակ ես դու դրանից։ Դրա համար պիտի ինձ տանից անեինք, չէ՞։ Իսկ ուրիշ ինչ անենք, եթե քեզ նորմալ մարդու պես պահեիր, ապա նման բան չէր անի։ Քեզ թվում է մամա, պապան այդ չարեց երեխու համար։ Պապան այդ արեց, որովհետև ես իր անվան հետ խաղացի, թե չէ դարդը չէր կտրել երեխուս համար։ Չես հավատում, բայց պետքա հորդ տեսներ, երբ երեխուն անգիտակից վիճակում գտավ։ Գիտես ինչ կատարվեց իր հետ։ Չեմ հավատում մամա։ Ես իմ երեխուն քեզ էի վստահել, իսկ դու ինչ արեցիր դու։ Կարմեն, դու քո երեխու հետ կարող էիր քո կյանքն ունենալ, սիրուն կյանքով ապրել ու պարտադիր չէր, որ Վլադ լիներ, որ քո երջանկությունը գտներ, բայց չէ, քեզ այդ երեխան պետք չէր։ Ինչ գիտես։ Կարող է չգիտեմ, բայց ձերքդ խղճիդ վրա դիր ու խոստովանիր, որ դու էլ չգիտես, քեզ երեխան պետք է, թե պետք չի։ Դու պատկերացնում ես ինչ կատարվեց ինձ հետ, երբ լսա երեխուս այդ Ադանեի գիրկը։ Դա կարող էր չլիներ, եթե դու նորմալ մայրություն անեիր։ Դա կարող էր չլինել, եթե դու նորմալ տատիկություն անեիր, ու երեխուս չտայիր Վլադին։ Տվեցի, որովհետև հայրն է, ու քեզնից լավ կպահի երեխուն։ Իրականում դու երեխուս տվել ես, որ քո գլուխը ազատ ես։ Դու միշտ դժգոհ ու արժանապատվական ես եղել։ Միշտ։ Ինչպես նաև դժբախտ մամա։ Բայց մերսի, որ շորերս բերեցիր, թե չէ սրանց մեջ էի մնացել։ Լավ է, որ համաձայնվեցիր հետս հանդիպել։ Լավ էլի, պապ։ Ես լավ չվարվեցի հետդ, բայց դու մտար դրությանս մեջ ու համաձայնվեցիր հանդիպել։ Բայց ուրիշ կերպ չէր կարա լիներ։ Դե ասև ոնց վարվել։ Ամեն անգամ ուզում եմ մի լավ բան անել, մի ճիշտ քայլ անել, բայց մեկը արդյունքը իմ ուզածով չի լինում։ Դե կարծում եմ, որովհետև պետք է գիտակցես, որ ոչ նորմալ մարդու հետ գործում ես։ Ամենասխալ մարդն էլ ուղղումը։ Ես մտածեցի իմ առաջարկով ինչ-որ մի բան կփոխեմ խորենի մեջ, կկոտրեմ նրա մեջ եղած այդ չարությունը, բայց չստացվեց։ Սիրաշահելով հաստատ հարց չի լուծվի։ Ինչ էլ անում ենք ինքը մեր մեջ թշնամի է տեսնում ու այդ վրաժի ծառով անընդհատ իրան խեղդում։ Ասեց, որ թքած ունի, այն ամենի վրա ինչ ես կարող եմ իրեն տալ ու հեռացավ։ Ինքը ընդամենը եկել էր Կարմենի հետ, որ քեզ հունից համար։ Ու դա նրա մոտ ստացվեց։ Մենակ մի բան կարամ առաջարկեմ, պապ։ Մոռացի, որ Խորեն անունով տղա ունես։ Մի մտածի, թե դաժան է։ Այդ է միակ տարբերակը։ Ինչի ես եկել։ Սոս դու չի թողեցիր, որ շտապօգնությունը գնա։ Չգնաց հետների ինչ անե, չճանապարհի։ Լսի լոլա, դու պիտի մեզ ենթարկվես, ոչ թե մեզ ենթարկես քեզ։ Ինչ ես անում։ Շտապօգնություն եմ կանչում, ինչ եմ անում։ Աղորելի չգնա։ Երևան մորը դայի։ Նա ի վիճակի է ինչ-որ բան անելու։ Ինչքան ուզում թող խոսա։ Ո՞ր ես։ Լավ է, ինչ խավ քեզ։ Հելա, սուտը բրծավ։ Հիմա ոնց ես տաղուտ խապելը։ Հա, կանչ իրանցեք։ Դավիթ Հաշտեն 4-րդ թաղամաս 6-րդ չենք։ Ինչի եք խառնվել իրար։ Հա, ջան, խնդրում եմ, էլի, արի հիվանդանոց գնանք։ Կարող ես իրար ժամանակ չկորցնես։
Սես տենես գնալու է, իրանով ալսում։ Ինչ պիտի հիվանդանոցի ինձ տահը։ Մերհաց մարդուն անց պիտի ագնա։ Լորա դու չես որոշում։ Ու քեզ մի մերձրու, հա։ Ալիկ, խնդրում եմ, որ դուս կողքին եղի։ Ես չգիտեմ Աստված Լևին ինչի ճակատագիր է պատրաստել։ Մեր որդուն մենակ չթողնես։ Մամ դու չես մեռնում, որ հիմա էլ որոշում ես ում է ինձ թողնես։ Դու լեմատերքուստ էլ հանգստացեք։ Ասում եմ, անցած անգամ լավ չստացվեց, որ եկավ Ադամը ստեղ էր։ Չէ, պապա չի նեղանա։ Դու հանգիստ տեղի, համր տանը չի։ Կարող եմ հանգիստ, ուրեմն զրուցել աղջկաս հետ։ Վաղուց է իրար հետ թեյ չէինք խմել։ Բալես։ Երանի եմ տալիս մեր անցած գնացած օրերին։ Ափսոս, ժամանակը իր այդ պապա շատ բան է տանում։ Ու թողնում անցյալից մենակ կարոտ ու լավ հիշողություններ։ Հա, բալես, բայց հիշողություններից կարճած ապրելն էլ ճիշտ չի։ Ճիշտ ես։ Ես արդեն փորձում եմ տենց ապրել, պապ։ Ճիշտ էլ անում ես, բալես։ Գիտես, մի երանելի անցյալ չեմ ունեցել, որ հիմա էլ շատ բան հիշեմ։ Իմ լավ հիշողությունները մենակ ձեզ հետ են կապված եղել։ Քո ու Գորիս։ Հա, բալես, գեղեցիկ բանի կողքին միշտ էլ դեգեղբան հայտնվում է։ Ես քեզ համար լավ հայր չեղաբալա։ Ու անցյալից ինձ հետ կապված իրողությունները պիտի ջնջես։ Պապ, ես քեզ ներեցի ու չսխալվեցի, որովհետև դու էլ շատ լավ գիտես ներման արժեքը։ Դու ներեցիր այդ խորենին, դու իրան ողջ թողեցիր այդ արդեն ամեն ինչը, պապ։ Ու երբեք չզղջաս, պապ, որ դու իրան ողջ ես թողել, որովհետև դու իրոք ճիշտ ես վարվել։ Երևի, բայց ես եստեղ մնալ չեմ կարա բալա։ Ինչ անշանակում ես տեղ մնալ չեմ կարա։ Ես պետք է գնամ եստեղից, ես երկրից։ Ինչ սիրուն տղա ունեմ։ Շտապօգնությունն ինչ եղավ։ Սիրուն անուն ունես։ Իմ սոս, իմ արև։ Խոսա, մամ, ինչքան կարաս խոսա։ Ուզում եմ խոսել, բայց էլ ուժ չունեմ տղես։ Սպառվել եմ տղես։ Կներես ինձ բալես։ Կներես։ Սոսմորոտ մի խոսացրու իրան մի տանջի։ Ուժերել հիվանդանոցում պետք է կան իրան։ Ալիկ։ Սոս, գնա մի հատ ջուր բեր, հա ինձ։ Ջուր բերեմ։ Հա, գնա բեր, մինչև դրանց գալը խմեմ։ Հասկացար ինձ։ Պետք չի սոսի մոտ այդքան թուլանալ։ Դու էլ ես կում չէ, որ վերջ
ես ձեր կողքին եմ չկոտրվես։ Դու կարևորը Սոսիս կողքին եղիր։ Սոսիս ու Լևի։ Օգնիր Լևին, որ ապրի։ Իմ ես երկու խնդրանքը անկատար չթողնես, Ալիկ։ Դու մի շտապի։ Ապրել ես դեռ։ Շտապօգնությունը հասնում է։ Չէ։ Ինձ ուրիս տանջամա մի արեք։ Թողեք գնամ։ Իսոր հոգեդարձ մի արեք ինձ։ Ինչ եղավ է ջուրմի ժամապերում ես։ Հաստատ կիմանաս ումից ասաղի, քո հոգին խորն է։ Բաց թող ինձ, քանի Արամիկը չի եկել։ Թող գայել գնել է։ Ասում դու պետքա գնաս, այս Արամիկեն ծամառանոցն է։ Համեր դու հարբած ես, ես քո հետ չեմ կարող սենց խոսամ։ Անիլը ճիշտն ասա, ումից ասաղի։ Ինչի որ ասեմ հավատալու ես։ Քո գործը չէ, դու ասա։ Իսկ ես չեմ ասում։ Դու հարբած ես, ես զզվում եմ այս քո վիճակից։ Օհ, զզվում աղջիկ։ Գնա հենց իմ։ Դու ոչ իմ ու ոչ իմ երեխու հետ գործ չունես։ Լավ սենց ասեմ, որ չասես ճիշտը, գիտես չի ինչ էր կարամ անել։ Ինչ էր կարաս անես։ Ասենք որ դեբիլը իմացավ, որ ես քո հետ կապ եմ ունեցել։ Ինչո՞ քեզ թվում է կշարունակի քեզ սիրել, թե քեզ կնվիրի ինձ։ Կարող ես թե դիակներդ փռեմ արա։